Հայազգի ներկայացուցիչի, եթե հայազգի լինի քարտուղարը, դա արդեն իսկ հոգեբանակ, տեղեկատվական հոգեբանական ազդեցություն է գործելու նույն մեր որոշ հարևանների վրա։ Միայն անգամ այդ գործոնով արդեն դա դրականում շատ գնահատվում։ Իսկ Ռուսաստանը դեռ ցանկանում է Ադրբեջանին տեսնել ԵՏՄ անդամ։ Գիտեք, դեմ չի ինձ թվում է։ Դեմ չի, որովհետև դրանով նրանք փորձեն իրենց ազդեցության տակ պահել նաև Ադրբեջանը եւ ավելին ասեմ, ռուսական կայսրությունը 19-րդ դարից այդ տարածքները, կամ ցարական Ռուսաստանում, նույնը խորհրդային Ռուսաստանում միշտ իր վերահսկողության տակ են եղել եւ այդպիսի գաղափարները դրանք երևի չեն բացառում հաշվի առնելով նաև ադրբեջանական ակտիվ լոբինգը Ռուսաստանում։ Միևնույն ժամանակ կարծես թե Այսինքն մեր շահը այս դեպքում իրենց չի հետաքրքրում։ Խոշոր պետություններին միշտ նրանք պատրաստ են իրենց շահերի համար զիջել ամեն բան, իմանանք։ Նույնը Միացյալ Նահանգները, Իսրայելը թվում է թե այսպես հարազատ դաշնակիցներն են, Իրանի հետ կնքեց պայմանագիր, միջուկային զենքի արգելման մասին եւ այլն սանկցիաներ հանեց։ Այնպես որ մեծ տերություններն ունեն իրենց շահերը, որոնցում երբեմն փոքր տերությունները ավելի այսպես վիճակում են գտնվում, բայց կարծում եմ, որ այսօր դատելով ամենայն դեպս այն քայլերից, որ կատարում են Ռուսաստանում, նույն Սիրիայում եւ նույն Հայաստանում, ես հիշեցի Իսկանդերի մասին, կարծես թե հասկանում են, որ Ադրբեջանը իրենց համար ի վերջո կորած տեղ է, որտեղ հիմնականում լինելու է Թուրքիայի ազդեցության տակ եւ իրենք փորձում են ավելի միատարր դաշինք ունենալ։ Տեսնենք ինչպես կզարգանա։